Ողջույն հարգելի բարեկամներ, ինչպես գիտեք, քիչ առաջ ազգային ժողովում, որը վերածվել էր ախորի, տեղի ունեցավ հերթական խայտառակությունը, ուղղակի այս անգամ թերևս Հայաստանի ամբողջ պատմության մեջ սա երևի թե երկրորդ դեպքն էր, որի ընթացքում ազգային ժողովի լսումների քննարկումների ընթացքում հնչեցին ոչ միայն հայհոյանքներ, այլ նաև կներեք արտահայտությանս խլեշներ ու մեր պատգամավորները, ովքեր որ միլիոնավոր դրամների աշխատավարձեր, ու դրամա շնորհներ պարգևավճարներ են ստանում, փոխանակ զբաղվեն իրենց հիմնական գործով, որն է օրենքներ ընդունել ու ժողովրդի համար ինչ-որ օգտակար, գործողություններ անելը։ Ազգային ժողով վերածել են սովորական ինչ-որ մի հատ բիսեդկի ու մեղմ ասած գողական է խաղում։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական արդեն շոու դարձած որոշ դեպքերում վեճերի կոնֆլիկտի ժամանակ ընդդիմադիր կոչված պատգամավորներից մեկին կամ ոմանց անվանեց համբալ, ինչը չմարսեց Լևոն Քոչարյանը ու այսօր որոշեց հակադարձել ու պատասխանել Ռուսաստանում նրա պահվածքը որակելով որպես համբալի պահվածք ու նաև անդրադարձավ Ալեն Սիմոնյանին, ով ասել էր, որ դահլիճից դուրս կշպրտի։ Լևոնը ասաց, որ թող Ալենը զգույշ լինի, որ ինքը նրան դուրս կշպրտի ներքև։ Այդ ամեն ինչը բնականը չմարսեց փող խոսնակ Հակոբ Արշակյանը ու իր խոսքում թույլ տվեց ըստ իս շատ մեծ սխալ։ Այստեղ հարցը չի վերաբերվում այն բանին, թե ճիշտ էր արդյոք Լևոն Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը կամ Ալենը։ Հակոբ Արշակյանը փորձելով Քոչարյանին ինչ-որ պատասխան տալ, բավականին ըստ իս սխալ կետից բռնեց, նա մեղադրեց ասելով, որ ժողովուրդը Քոչարյանին անվանում է, նրա հորը անվանում է թուրք, ու մենք գիտենք, որ ցավոք սրտի Հայաստանում ու առասարակ արտաքրի հայերի մեջ քիչ են այնց վիժվասկի վաստակները, առնվազն լրփի ծնունդները, ովքեր որ արցախցիներին, որոնք որ մեղ կամ կապ չունեն Ղարաբաղյան իշխանությունների ներկա թե նախկին այդ իշխանավորների եւ նրանց թալանի հետ, անկախ ամեն ինչից, հենց լսում են, որ մարդը արցախցի է, նրան միանգամից համեմատում ու նույնացնում են թուրք ու նման ղախտի ծնունդները, կներեք արտահայտությանս։ Բնական է, որ առիթից կօգտվեն։ Սա չմարսեց նաև Լևոն Քոչարյանը ու հայհոյանք, ինչպես ասում են, վրցրեց ասելով, որ ովին պապին թուրք անվանի ու խլեշ արեց, ինչը բնականաբար անթույլատրելի էր, ինչ առումով, որ ամեն դեպքում դա ազգային ժողով է, ոչ թե ազգային ախոր, ու եթե հարցեր ունեք իրար հետ, ու եթե բանը հասել է նրան, որ արդեն այդ տեսակ խոսքերով ու արտահայտություններով եք միմյանց դիմում, ապա դերևս ճիշտ կլինի, որ այդ ամեն ինչը դուք անեք ազգային ժողովից դուրս, քանի որ այն հերոս հարկատուները, ում հաշվին, որ դուք վայելում եք ձեր կյանքը, ընդհանրապես պարտավոր չեն դիտեն ու լսեն ձեր լկտի առնվազն պահվածքա հայտարարությունները ու շատ կարևոր մեկ այլ դիտարկում եւս չպետք է մոռանալ, որ ընդամենը 1 տարի հետո տեղի են ունենալու հերթական ընտրությունների, եթե մինչ այդ քաղաքական դաշտում ինչ-որ բան չփոխվի, ու այս մեր ընդդիմադիրներ կոչված պատգամավորները կարծես տպավորություն են ուզում ստեղծեն իրենց իշխանական գործընկերների հետ համատեղ, թե նրանք իսկապես ամենասուր ընդդիմադիրներն են, որպեսզի գալիք տարվա ընտրությունների ժամանակ իրենք դիրքավորվեն իբրև առաջնային եւ միակ ընդդիմություն։ Չնայած ժողովուրդը արդեն կարողանում է ամեն ինչ ընկալել ու շատ լավ էլ գիտակցում է, որ այս երկու ուժերը առանց մեկը մյուսի չեն կարողանա մնալ քաղաքական այդ վերնախավում, քանզի պատկերացնենք, եթե չլինի Քոչարյանը, եթե չլինի Սերժ Սարգսյանը, այն վերաբերմունք են ընկալումը, որը տածում է ժողովուրդը այդ ուժերի հանդեպ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը առնվազն օրեր հետո, ամիսներ հետո կփլվի։ Նույնը, եթե չլինի Նիկոլ Փաշինյանը, նրա վարած քաղաքականությունը, մանիպուլյացիաները, ապա Քոչարյանն, Սերժենք որևէ անելիք չունեն քաղաքականության մեջ ու բոլորն են այս ամեն ինչը հասկանում ու սա կարծես թե եւս մի
այսպես ասած շոու էր, որը փորձ էր արվում հանրության ուշադրությունը շեղել։ Իհարկե շոու ասելի ես ի նկատի չունեմ այն հայհոյանքներին, որ հնչեցնում են իրար հանդեպ, քանի որ անկախ ամեն ինչից, անկախ քաղաքականությունից, բոլորն էլ մարդիկ են, բոլորն էլ տղա են, այդ մարդիկ ու չեմ կարծում թե շոուի համար ընդունակ են իրար այդ տիպի, հա, հայհոյանքներ անել։ Գուցե արդեն ամեն ինչ գնալով դուրս է գալիս ծրագրվածից ու կրքերը էլ չեն հանդարտվում, բայց նորից եմ կրկնում, դատապարտելի են թե իշխանության այսպես կոչված, թե ընդդիմության այսպես կոչված պահայլաձևը, որ արդեն որորդ անգամ փոխանակ աշխատելու եւ ժողովրդի կողմից ստացած իրենց աշխատավարձները ճիշտ օգտագործելու նրանք զբաղվում են բազարներով ու նորից եմ շեշտում, եթե ուզում եք բազարներ անեք, եթե ուզում եք իրար հետ տղայական խոսեք, իրար քֆուրներ եք անում, այդ դեպքում դա ազգային ժողովը ամենաճիշտ ու ամենահարմար տարբերակը չի, դրա համար կան բազմաթիվ տեղեր, բազմաթիվ վայրեր, որտեղ դուք շատ հանգիստ կարող եք հարցեր պարզեք, թե խոսքով, թե նաև բռունցքներով ու թե ամեն ինչով, բայց եթե դուք դիրքավորում եք որպես պատգամավորներ, որպես քաղաքական գործիչներ, ապա սա խայտառակություն էր։ Ինչպես հիշում եք, խոսքի սկզբում ասացի, որ սա թերևս երկրորդ ամենախայտառակ դեպքն էր, քանի որ հիշեցի դեռևս Լևոնի ժամանակներից մի վեճ ազգային ժողովում, որտեղ պատգամավորները իրար գրեթե նույնը նման բառեր էին օգտագործում, գուցե շատերը տեսած լինեք գլխավոր դերում ալարաղացի լյովիկներ, դեղ Լեդի Հակոբներ ու այլ լևոնական հին պատգամավորներ, բայց 2025 թվականին, երբ շատ լավ գիտեն, որ այդ ազգային ժողովի եթերները լուսաբանվում են, ընդ որում ուղիղ եթերով, անել հայտարարություններ, սադրել մեկը մյուսին ու իրար պահել, չգիտեմ, 15-16 տարեկան անչափահասի պես, դա առնվազն դատապարտելի եւ անթույլատրելի է։ Ու ես որպես հարկատու քաղաքացի, որ որևէ կերպ չի աջակցում ոչ Քոչարյանական, ոչ Սերժական, ոչ Նիկոլական, հա, ոչ մի ուժերի, քանի որ անձամբ ինձ համար դրանք բոլորն էլ նույն ուժի ներկայացուցիչներն են, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց բոլոր դեպքերում ես ու ինպես 100,000-ավոր մարդիկ ամեն ամիս աշխատում են, չարչարվում են, արկ են մուծում, ու այդ պատգամավոր կոչվածները փոխանակ իրենց նախատեսված աշխատանքը կատարել, ազգային ժողովը դարձել են ուղղակի բազարի տեղ, դարձել են տեցի կռուկ ու իրար ինչ ասես ասում։ Չգիտեմ, հուսանք, որ սա գոնե կլինի գագաթ մի կետը, որ բոլորն էլ դասել են, որ այլևս չի կարելի այս ձևով, այլևս անթույլատրելի է այս ձևով որևէ հարց լուծել։ Կներեք Ավել Պակասի համար եւ նորից եմ խնդրում բոլոր այն մարդիկ, սիրելի հայրենակիցներ ջան, ովքեր որ այս ամենը կօգտագործեն արցախցիներին, հա, պիտակավորելու համար, խնդրում եմ, նրանց հետ պետք չի միշտել, նրանց հետ պետք չի քննարկման դաշտ մտնել, քանի որ դուք այնտեղ պարտվելու եք, գիտության հետ, հա, հիմարի հետ մրցելուց, առաջին հիմարը հենց դու ես, իսկ մեր բոլոր այն հայերին, ովքեր որ դատապարտվում են հայ ազգայնության տարբերությունները Ղարաբաղցի, Լեննականցի, Կիրովականցի, չգիտեմ, Դավթաշնցի, Չերեմուշկեցի այս տեսակ բաները, ուզում իմ անկեղծ ու ջերմ շնորհակալություն հայտնել։ Զգույշ եղեք, մի տրվեք սադրանքների եւ մի տրվեք մանիպուլյացիաների